Ողջույն։ Ցավոք մարդկությունը թերագնահատել է, թե որքան արագ է հալչում Անտարկտիդան ներքևից։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, եթե հենվենք միայն ռադարային ալտիմետրիայի վրա, ապա Անտարկտիդայի շելֆային սառցադաշտերի բազալային կանալների հալչելու արագությունը կթերագնահատվի գրեթե կիսով չափ՝ 42-ից 50%-ով։ Աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում։ Անտարկտիկական սառցե վահանը երկրի կլիմայական համակարգի առանցքային տարրերից մեկն է։ Հսկայական սպիտակ մակերեսն արտացոլում է արևի ճառագայթումը, պահպանելով մոլորակի ալբեդոյի բարձր մակարդակը, սակայն գլոբալ տաքացման հետ մեկտեղ այս սառույցը կորցնում է զանգվածը։ Սա ոչ միայն նվազեցնում է մակերեսի արտացոլող կարողությունը, այլև բարձրացնում համաշխարհային օվկիանոսի մակարդակը։ Միջին ջերմաստիճանի զգալի բարձրացման դեպքում Անտարկտիդայի ներդրումը կարող է չափվել մի քանի դարի ընթացքում ծովի մակարդակի մետրերով բարձրացմամբ։ Այս պրոցեսները գնահատելը չափազանց բարդ է։ Արբանյակային ալտիմետրիան մեթոդ, որի դեպքում սառցե մակերեսի բարձրությունը չափվում է ռադարների օգնությամբ, երկար ժամանակ մնում է մոնիտորինգի հիմնական գործիքը։ Սակայն սառույցը ամբողջական մոնոլիթ չէ։ Նրա ներսում կան լճեր ու գետեր, իսկ հիմքում այնտեղ, որտեղ սառույցը շփվում է ծովի ջրի հետ, ձևավորվում են այսպես կոչված բազալային կանալներ։ Սրանք յուրահատուկ փողրակներ են, որոնք շելֆային սառցադաշտերի ստորին մասում աստիճանաբար կորզում են օվկիանոսի տակ ջրերը։ Ջերմությունն այս կանալներով ավելի ու ավելի խորն է թափանցում սառույցի տակ, ուժեղացնելով դրա հալչելը ներքևից։ Կոպենհագենի համալսարանի թիմը որոշել է միավորել երկու մեթոդ՝ Cryosat 2 արբանյակի ռադարային ալտիմետրիան եւ REMA անտարկտիկական կայանից ստացած բարձր ճշգրտության օպտիկական ստերեոպատկերները։ Հետազոտությունն ընդգրկել է ամենախոցելի 9 շելֆային սառցադաշտ գրեթե 20,000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Արդյունքում գիտնականները ստեղծել են բազալային հալման առաջին քարտեզը, որն ունի մոտ 50 մետր տարածական թույլատվություն։ Սա հնարավորություն է տվել տեսնել մանրամասներ, որոնք նախկինում թաքնված էին մնում։ Պարզվել է, որ նախորդ աշխատանքներում, որոնք հիմնված էին միայն ալտիմետրիայի վրա, մինչև 200 մետր հաստությամբ սառույցի կանալների հալչելու արագությունը զգալիորեն թերագնահատված էր։ Նոր գնահատականները ցույց են տալիս, որ հալչելու միջին արագությունը հասնում է տարեկան 8 մետրի, մինչդեռ նախկինում խոսում էին 4-5 մետրի մասին։ Սառույցի ավելի հաստ շերտերում տարբերությունները քիչ են արտահայտված, սակայն նույնիսկ այստեղ համակցված մեթոդը տալիս է 20-ից 30%-ով ավելի բարձր արժեքներ։ Այս ճշգրտումները կարևոր են ոչ միայն ընթացիկ գնահատականների, այլ կանխատեսումների համար։ Բազալային կանալների ներսում առկա ծովի ջրի ճնշումը լարվածություն է առաջացնում սառույցի զանգվածում։ Եթե ուղին ընդլայնվում է, սառույցը կարող է ճաքել, ինչի հետևանքով առաջանում է հիմքից մինչև մակերես ձգվող թափանցանց ճեղք։ Նախկինում կարծում էին, որ որոշ խոշոր շելֆային սառցադաշտերի համար նման իրադարձությունները առաջիկա դարում քիչ հավանական են, սակայն նոր հաշվարկները ցույց են տալիս, առանձին դեպքերում ճեղքումը կարող է տեղի ունենալ արդեն 17-ից 25 տարի հետո։ Սա փոխում է անտարկտիկական շելֆերի դեգրադացիայի արագության մասին պատկերացումները, իսկ շելֆային սառցադաշտերն այն յուրահատուկ հենարաններն են, որոնք զսպում են ցամաքային սառույցի սոխքը դեպի օվկիանոս։ Եթե դրանք ավելի արագ են թուլանում, քան ենթադրվում էր նախկինում, դա կարող է արագացնել Անտարկտիդայի ընդհանուր ներդրումը ծովի մակարդակի բարձրացման մեջ։ Պատկերացրեք համակարգիչ, որը սովորական իմաստով չի հաշվարկում, այլ ինքն իրենով ֆիզիկապես ձգտում է ճիշտ պատասխանի, ոչ թե մեկ առ մեկ ստուգում է տարբերակները կամ ալգորիթմներ գործարկում, այլ պարզապես հանգստանում է անհրաժեշտ վիճակում։ Հենց այսպիսին է ավելի քան 100 տարի առաջ հորինված Իզինգի մոդելը, որի պարզ եւ կայուն տարբերակն առաջին անգամ հաջողվել է կյանքի կոչել իրական ժամանակում։ Իզինգի մոդելը ծնվել է 20-րդ դարի սկզբին որպես մագնիսների վարքագծի նկարագրություն։ Համակարգի յուրաքանչյուր տարր սփինը կարող է նայել կամ վերև կամ ներքև, բայց այս պարզ պատկերի հետևում թաքնված է օպտիմիզացիայի ունիվերսալ լեզուն։ Եթե ճիշտ կերպով սահմանվեն սփինների միջև փոխազդեցությունները, ապա նվազագույն էներգիայով վիճակը կլինի բարդ խնդրի լուծումը, ընդ որում խնդիրները կարող են լինել բավականին բազմազան լոգիստիկայից ու կրիպտոգրաֆիայից մինչև կենսաքիմիա, սակայն մոդելն իրական դարձնելու ճանապարհին կար մի խնդիր՝ ֆիզիկան։ Իզինգի մոդելի ռեալիզացումը պահանջում էր էկզոտիկ նյութեր, կրիոգեն ջերմաստիճաններ ու աշխատում էր վայրկյանի մասերի ընթացքում, ինչից հետո համակարգը քայքայվում կամ կորցնում էր կայունությունը։ Թագավորական համալսարանի գիտնականների թիմն առաջարկել է արմատապես այլ մոտեցում։ Նրանք ընդհանրապես հրաժարվել են մագնիսներից, դրանց փոխարեն ընտրելով լույսը։ Նրանց մշակված համակարգում սփինը ոչ թե մագնիսական դաշտի ուղղությունն է, այլ լուսային իմպուլսի առկայությունը կամ բացակայությունը։ Իմպուլսները վազում են փակ օպտիկական ցիկլով, անցնում ուժեղացուցիչների եւ մոդուլյատորների միջով, փոխազդում միմյանց հետ եւ քայլ առ քայլ գալիս են կայուն կոնֆիգուրացիայի։ Հենց այս կոնֆիգուրացիան էլ խնդրի լուծումն է։ Ըստ էության համակարգը ոչ թե հաշվարկում է պատասխանը, այլ ֆիզիկապես գլորվում դեպի այն։ Հեղինակներն ասում են, որ իրենց հաջողվել է լույսը վերածել խնդիրներ լուծողի։
Հատկապես տպավորիչ է այն, թե ինչից է հավաքած այս մեքենան։ Ընդամենը մի քանի հիմնական բաղադրիչ առևտրային լազերներ, ստանդարտ օպտիկական մանրաթել եւ ազդանշանի մոդուլյատորներ, ոչ մի էկզոտիկա, փաստացի նույն տեխնոլոգիական բազան, որն ընկած է ժամանակակից ինտերնետի հիմքում։ Միևնույն ժամանակ համակարգը մասշտաբավորվում է մինչև 256 փին եւ արագությամբ ու արդյունավետությամբ գերազանցում է մասնագիտացված առևտրային լուծումները, որոնց վրա ծախսվել են 100 միլիոնավոր ու անգամ միլիարդավոր դոլարներ։ Կարևոր տարբերությունը նաեւ աշխատանքային պայմաններն են։ Օպտիկական իզինգ մեքենան աշխատում է սենյակային ջերմաստիճանում, սպառում է զգալիորեն քիչ էներգիա ու մնում է կայուն ոչ թե միլիվայրկյանների, այլ ժամերի ընթացքում եւ նույն ժամանակ վայրկյանում կատարելով միլիարդավոր օպերացիաներ։ Սա հազվագյուտ դեպք է, երբ փորձարարական կայանքը ոչ միայն ցուցադրում է սկզբունքը, այլև ունի իրական տեխնոլոգիայի հիմք դառնալու ներուժ։ Ամենահետաքրքիրը կիրառման ոլորտներն են։ Դրանք 6 այն խնդիրներն են, որոնց համար այսօր ստեղծում են քվանտային համակարգիչներ։ Սպիտակուցների փաթեթավորումը, նոր դեղերի որոնման համար, երթուղիների ու լոգիստիկ շղթաների օպտիմիզացումը, թվերի բազմապատկիչի վերլուծումը, կրիպտոգրաֆիայում բարդ կոմբինատորիկ խնդիրներ եւ այլն։ Միայն թե այստեղ պետք չեն ոչ քուբիտներ, ոչ էլ գերցածր ջերմաստիճաններ։ Ամեն ինչ աշխատում է ֆոտոնների, մանրաթելի ու լավ ծանոթ օպտիկայի վրա։ Ստացվում է պարադոքսալ իրավիճակ, օղակով վազող լույսի վիճակի է լուծել խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ համարվում էին գրեթե անլուծելի։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Մաթեմատիկայի դաս։ Ուսուցիչը հարցնում է. Պատկերացրեք, որ մսավաճառին պարտք եք 15,000 դրամ, հացթուխին 30,000 դրամ, իսկ մոտակա խանութին 100,000 դրամ։ Գումարային որքան է ձեր պարտքը։ Գևորգ, հապա ասա։ Չգիտեմ, նման դեպքում մենք տեղափոխվում ենք ուրիշ քաղաք։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։